ես հիմա այս հարցին կպատասխանեմ, հաջորդն է ձեր հարցին կպատասխանեմ։ Եվ հետևաբար Պրահայի հայտարարությունը որևէ կերպ որևէ բան չէր փոխել ոչ ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաներում, ոչ կարգավիճակում, ոչնչում։ Էլ չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուս խաղաղապահ զորակազմի գոյությունը եւ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պայմանավորված չէր ոչ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակով, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմամբ այս կամ այն հարցի շուրջ, այլ սևով սպիտակին գրված էր, որ 5 տարով է այնտեղ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ չի ասում ոչ։ Ձեր ասածը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է 86600 քառակուսի կիլոմետր ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում այդ հայտարարությունը ձեր։ Լսում եք դուք։ Դուք ասում եք մեկ Ես ասում եմ ձեր հարցի համատեքստը հետեւյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում դա ձեր հարցի համատեքստը չի միայն, էլի, մեր անդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց ինչ ասեմ, ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետևաբար տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալը Եվլախ, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Մեզ ռուս խաղաղապահներից չենք պահանջում, Ես 10-օրվա իշխանություն դրա համար ասում Լեռնային Ղարաբաղի Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք չգնացին Եվրոպայում բանակցելու, դուք ինչ էիք անում, որ Արցախի իշխանությունները կարողանային հաղթահարել Մոսկվայից եկող ճնշումները եւ կարողանային գնալ Եվրոպայում բանակցելու, որովհետեւ այդ շրջանում մեծ ճնշում է եղել։ Բայց այդ պնդումը որտեղից եք անում։ Նաեւ Արցախցի գործիչներն են հայտարարում։ Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, բայց եթե Արցախի գործիչներն են հայտարարում, խնդրում իրենց հարցրեք, թող հրապարակայնորեն հայտարարեն, իմանանք դա ինչ Իրանք ասում են, 2 տարի ասում են։ Տոմսերը առել են, բայց հրաժարվել են։ Արցախի հանրային քաղաքական գործիչները, ովքեր կաշկանդված չեն խոսելու հարցը։ Դե խնդրում եմ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հենց այն պաշտոնյաներից հրապարակային հարցրեք, որոնք այդ պահին պաշտոնյա են։ Խնդրում եմ հարցրեք, ինձ էլ հետաքրքիր հրապարակայնորեն իրենք ինչ կասեն։ Պարոն Ռուբինյան, Կետերից մեկը դիվանագիտական նոր կորպուսի ձևավորումն է, որ պետք է տարբերակեն դաշնակիցներին գործընկերներից։ Ինչ նկատի ունեք։ Չգիտեմ, երևի նկատի ուներ, որ օրինակ Էդգար Ղազարյանի պես հանճարեղ դիվանագետին պետք է նորից դեսպան նշանակեն։ Տենց էլի փեսուն երևի նորից դեսպան կնշանակի, այդ տիպի է։ Պարոն Ռուբինյան, դուք անընդհատ ասում եք, որ նախկինները եղել են իշխանազավթներ եւ Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են իշխանությունը պահելու համար։ Նախկինների օրոք Արցախը եղել է հայկական, հիմա մենք Արցախ չունենք եւ հարցը ով է հիմա դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն։ Ինչ եք ուզում ձեր հարցին պատասխանել։ ասեք ով է։ Նիկոլ Փաշինյանը։ Անիմաստ, այսինքն էլի հիմա որ էլի ասեն, որ ես կարծում եմ, որ լրագրությունը հանրությանը ինֆորմացիա փոխանցելու համար է եւ ոչ ակտիվիզմով զբաղվելու, կասեք թիրախավորում եք։ Ես հիմա ասում եմ, ես ընդհանրապես տրամաբանությունը կհուշեր, որ պետք է ասեմ դավաճաննել են իրանք, կապիտուլյանտնել են իրանք, հողատունել են իրանք, բայց քանի որ ես ընդհանրապես դեմ եմ նրան նման խոսի օգտագործելու, չէ, ներողություն, բայց քանի որ ես դեմ եմ նրան նման խոսի օգտագործելու, ես պետք է ասեմ, կրկնեմ իմ ասածը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանազավթ խմբակների ամբողջ քաղաքական հետագիծը հետևյալն է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար եւ
Թալանել երկիրը։ Էսա։ Ու իրանք եթե ասում են հողատու, թող հարց տան իրանք, եթե իրանք համարում են, որ օրինակ Լեռնային Ղարաբաղը հայրենիք է, որը հանձնվել է, ինչու են իրենք բանակցում, օրինակ Ջաբրայելի եւ Խարվաճարի հանձնման շուրջ, արդյոք իրենք հողատու էին, կապիտուլյանտ էին, հաջորդ հարցը տամ, իրենց պրոտեժեները Լեռնային Ղարաբաղում բառի զբուն իմաստով ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ, իրենք կապիտուլյանտ են, ու ընդհանրապես, երբ որ իրենք Հայաստանի ներքաղաքական դաշտում արդարացնում են ցանկացած երրորդ ուժի ու մեղադրում են ամեն ինչում Հայաստանին, ոչ միայն Հայաստանի կառավարությանը։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը, ձեր սիրելի, 2021 թվականին հանրային հարցազրույցում Հայաստանին մեղադրում էր Գյանջայի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար։ Հիմա ինքը դավաճանա, հողատույա, կապիտուլյանտա, թե ինչա։ Շնորհակալ։ Ուրիշ բանի մասին։